Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն մեծարգո պարոն նախագահ, որպես վերջին ելույթ ունեցող չեմ խոսելու քաղաքական թեմաներից, փորձելու եմ վերարտադրել քիչ առաջ մեր դալիճում գտնվող Global Bridge կրթահամալիրի սաների աշակերտների հետ հանդիպման մեր մանրամասները, որոնք շատ հետաքրքիր են եւ կարծում եմ գործընկերներ ջան ձեզ էլ կհետաքրքրեն։ Իհարկե ես մեծ բաց նկատեցի, աշակերտների մեծ մասը շատ ինֆորմացիոն բաց ունի, թե իրենց վերաբերվող անհատապես իրենց վերաբերվող հարցերին, օրինակ բարձրագույն կրթության ոլորտին, օրինակ աշակերտները չգիտեին, որ պետությունը ունի ծրագրեր, որ ֆինանսավորում է արտասահմանում գտնվող 100 լավագույն բուհերում ուսանելու ծրագրերը, եւ սիրելի աշակերտներ, խոսքս ուղղում եմ ձեզ, կարող եք մտնել բարձրագույն կրթության կոմիտեի կայք, այնտեղ կան բազմաթիվ մրցույթներ, ինչպես նաեւ մեր կրթության գիտության նախարարության կայքում էլ միջազգային ծրագրեր բաժնում կտեսնեք պետության աջակցության բազմաթիվ ծրագրեր։ Հաջորդ հարցը վերաբերվում է ծառահատումներին, շատ կարճ անդրադարձ եղավ եւ չհասցրեցի պատասխանել, բայց սիրելի աշակերտներ, վերջին 3 տարում մենք ավելացրել ենք 45.8 հեկտար կանաչ տարածք, տնկել ենք ավելի քան 20,000 ծառ, կաղնի, գնդաձև սոսի, կատալպա ծառի անվանումն է։ Ընտրվել են ծառերը, որ դիմացկուն են, չեն առաջացնում ալերգիա, ապահովում են մաքուր օդ ու ստվեր, եւ նաեւ ավելացվել է 85 կիլոմետր ոռոգման համակարգ, որը ապահովելու է ծառերի երկարաձգությունը։ Իհարկե, Facebook-յան եւ համացանցյան աղմուկը թույլ չի տալիս այս ինֆորմացիաները տեսնել, դրա համար այսօր փորձում եմ այս ինֆորմացիաները փոխանցել ձեզ ազգային ժողովի ամբիոնից։ Խոսեցինք տրանսպորտային համակարգից։ Մեր աշակերտները տեղյակ չեն, որ Երևանի ավագ դպրոցի եւ հիմնական դպրոցի սաներին տրանսպորտը զեղչով է հասնում։ Խնդրում եմ այցելեք transport.am կայք եւ այնտեղ կտեսնեք արտոնությունների ամբողջ շարքը։ Բայց ամենակարևոր թեման, որ ինձ շատ հուզեց, սիրելի գործընկերներ, որ ինձ թվում է մենք քննարկման առարկա պետք է դարձնենք նաեւ այստեղ։ Հարցերի մեծ մասը վերաբերվում էր սրան, ինչ էթիկական կանոններ պետք է ունենա падգամավորը, ինչպիսի նորմեր կան падգամավորի համար, ինչ սկզբունքներ պետք է ունենա падգամավորը, ու ամենաառաջին հարցը, որ հնչեց, նման ձևակերպում տրվեց, այ դուք մենք նայում ենք падգամավորներին եւ ինչ-որ բան պետք է սովորենք, ինչ պետք է սովորենք, հարգելի падգամավոր։ Եվ իրականում մենք հաճախ մեր ընդդիմության հետ բանախոսության ընթացքում, բանավեճի ընթացքում որոշակի բառեր ենք օգտագործում կամ խոսույթ ենք օգտագործում, որ մեր երեխեքը նայում են մեզ ու ասում են, չէ, էլի չեմ ուզում sense падգամավորներ ունենանք։ Եկեք մենք որպես ազգային ժողով լինենք այն բարձր դիրքը զբաղեցնենք, որ մարդիկ, աշակերտները, ուսանողները, ինչու՞ չէ նաև մեր ամբողջ հասարակությունը նայելով հասկանա, որ ազգային ժողովը ունակ է եւ ամեն ինչ անելու է, որ իրենց համար ստանա եւ կառուցի բարգավաճ Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։